Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը խորագրով կլոր սեղան քննարկմանը ներկայացվում է Ամբերդ հետազոտական կենտրոնի ծավալուն վերլուծական աշխատանքը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հնարավոր տնտեսական ազդեցությունների և մարտահրավերների վերաբերյալ։ Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությանը անընդհատաբար հետապնդել է տարածաշրջանային վազի մեկուսացման ուրվականը, որը մեծապես բախտորոշ է դարձել նաև մեր տնտեսական հնարավորությունների սահմանափակման, մեր բիզնեսի արտահանման հնարավորությունների և ներմուծման հնարավորությունների սահմանափակման առումով, և մենք շնորհակալ ենք նաև Անվտանգության խորհրդի քարտուղարությանը, որ պատվիրակեց նմանատիպ հետազոտություն Ամբերդ հետազոտական կենտրոնին։ Ուսումնասիրել են դեպի ԵԱՏՄ, Իրան, Չինաստան, Եվրամիության երկրներ տրանսպորտային լոգիստիկայի կատարելագործման ուղիները, արձանագրել, որ լոգիստիկ համակարգի ներուժի զարգացման առանցքային ուղղությունը այս պահին խաղաղության խաչմերուկ նախագիծն է։ Խաղաղության խաչմերուկ ծրագիրը երբ ներկայացվեց, շատ էինք ներառված, բայց ըստ էության այս ծրագիրը Հայաստանի պատմական դերի նշանակության վերականգնում է, այն ինչ որ եղել է ժամանակին։ Քննարկման ընթացքում Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետները ներկայացնում են 3 զեկույց նվիրված Հայաստանի լոգիստիկ համակարգի վիճակի գնահատմանը, տնտեսամաթեմատիկական վերլուծությանը և զարգացման ուղիների հիմնավորմանը։ Սահմանների բացման դեպքում կենսունակ է դառնում Չոր նավահանգիստ ծրագիրը, ընդգծում է էկոնոմիկայի նախարարը։ Նախորդ իրագործելիության հետազոտությունը, որը անցկացվել էր բելգիական ընկերության կողմից, ինչ է ասվում, որ դա իրագործելի չէ, տնտեսապես արդյունավետ չէ փակ սահմանների պարագայում, բայց բաց սահմանների պարագայում արդյունավետ է։ Եվ դրանից ելնելով Ասիական զարգացման բանկը վերցրել է մեր նախորդ հետազոտությունը և հիմա նոր հետազոտություն է ինքը իր միջոցներով պատվիրում։ Գնահատվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման տնտեսական ազդեցությունը, հատկապես առևտրային հոսքերի, լոգիստիկ միջանցքների և Ասիա-Եվրոպա ինտեգրման համատեքստում։ Երթուղիների կրճատումը կբերի Հայաստան-Թուրքիա առևտրի չափավոր աճի 2-ից մինչև 16%։ Թռի փողու 85%-ով շահագործվելու դեպքում միջին հոսքը օրական կկազմի շուրջ 200-ից 310 բեռնատար, 95%-ի դեպքում 300-ից 450 բեռնատար։ Այսօր երևի ոչ միայն հավաքված ունենք Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս ամենակննարկվող թեմաներից մեկն է դարձել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկը։ Եվ այդ շրջանակներում մենք կարիք ունենք դրժագույն վերլուծությունների, թե ինչպես կարող ենք մենք խաղաղության խաչմերուկ գաղափար իրականություն դարձնել։ Կառավարության անդամները, այլ պաշտոնյաներ հետևողականորեն այն ներկայացրել են տարբեր միջազգային հարթակներում, ընդգծում է նախագահը։ Օգոստոսի 8-ից հետո մենք այլ իրականություն ենք ապրում և արդեն այս գաղափարը ոչ միայն Հայաստանի Հանրապետությանն է, այլ գաղափարը նաև Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կողմից ստորագրված հուշագիր է։ Վահագն Խաչատուրյանի խոսքով գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ստեղծել կառույցներ, որոնք կգնահատեն Հայաստանի ռեսուրսներն ու հնարավորությունները, որպեսզի Հայաստանը դառնա խաղաղության տնտեսական և տրանսպորտային խաչմերուկ, պետք է գիտականորեն հիմնավորված փաստաթղթեր և հաշվարկներ ունենանք։ Ֆրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։